Ողջույն սիրելի հետևորդներ, այսպիսի համեղություն եմ պատրաստել և սիրով կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով։ Տորտը բաղկացած է շատ նուրբ, թեթև, խոնավ բիսկվիտից և սուֆլեանման կրեմից։ Տորտը կոչվում է կատնային լոմտինգ։ Դե ինչ սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ բաղադրատոմսով։ Իսկ եթե հիմա դիտում եք տեսանյութը, բայց դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին, բաժանորդագրվեք և անցնենք գործին։ Սկսենք պատրաստելը։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք ալյուրը, այսինքն հերթականությամբ լցնելու ենք բոլոր բաղադրիչները։ Առաջին հերթին մաղում ենք ալյուրը, մաղով անցկացնում ենք նաև կակաոյի փոշին, ավելացնում ենք շաքարավազը, մի պտղունց աղ ենք ցանում, ավելացնում ենք սոդան և այս ամենը լավ խառնում ենք։ Այնուհետև այստեղ կոտրում ենք 4 ձու, ավելացնում ենք կաթը, բուսայուղը, կարագը սենյակային ջերմաստիճանի փափուկ վիճակում։ Իսկ կաթը ինձ մոտ եռացրած կաթ է, որը գտնվում է գոլ վիճակում։ Եվ սկսում ենք հարել, հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։ Այն կտևի մոտավորապես 5 րոպե։ 5 րոպե հարելուց հետո այստեղ ավելացնում ենք քացախը, ավելացնում ենք նաև վանիլին, հարում ենք ևս 1 րոպե և մեր խմորը պատրաստ է։ Եվ ահա սիրելի հետևորդներ, այսպիսի խտության խմոր պետք է ստանանք, խմորը չպետք է լինի պինդ, որպեսզի լինի թեթև և խոնավ։ Խմորը բաժանում ենք երկու մասի, լցնում ենք ջեռոցի տապակի մեջ, անպայման յուղաթուղթ ենք փռում և հավասարաչափ տարածում ենք։ Այս ընթացքում ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան, ահա այսպես փայտիկով նախշեր ենք անում, որպեսզի բիսկվիտը հավասարաչափ եփվի։ Թափահարում ենք և տեղափոխում ենք ջեռոց, մոտավորապես 25 րոպեով։ Եվ տեսեք, թե որքան փափուկ բիսկվիտ ենք ստանում։ Հանում ենք ջեռոցից և նույն կերպ թխում ենք հաջորդ շերտը։ Ինձ մոտ երկու շերտն էլ արդեն պատրաստ են, տեսեք, թե որքան փափուկ և թեթև բիսկվիտ ենք ստանում։ Թողնում ենք, որպեսզի սառի և անցնում ենք հաջորդ գործընթացին։ Հաջորդ գործընթացը կրեմի պատրաստելն է։ Դրա համար առաջին հերթին թրջում ենք ժելատինը։ Ժելատինի վրա ավելացնում ենք ջուր, ինչպես միշտ բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում և թողնում ենք, որպեսզի ուռչի։ Ամանի մեջ լցնում ենք կատնաշոռը և պատարագ ահա այսպես տրորում ենք։ Այնուհետև սառնարանից դուրս ենք բերում սերուցքը և սկսում ենք հարել, մինչև զանգվածը պնդանա։ Երբ սկսում է պնդանալ, ավելացնում ենք խտացրած կաթը։ Խտացրած կաթը ավելացնելուց հետո ավելացնում ենք կատնաշոռը, շարունակում ենք հարելը, իսկ վերջում արդեն միկրոալիքային վառարանի կամ գոլորշու վրա հալեցնում ենք ժելատինը, ահա այսպես, ոչ մի դեպքում չպետք է եռացնել, ուղղակի տաքացնում ենք, վերցնում ենք կրեմից մի փոքր, լավ խառնում ենք, որպեսզի ջերմաստիճանները նույնը լինեն և կրեմը չփչանա, և հետ ենք լցնում կրեմի մեջ։ Եվ տեսեք, թե ինչ յուրահատուկ կրեմ ենք ստանում, սիրելի հետևորդներ, այն շատ ամուր է, իսկ սառելուց հետո էլ ավելի է ամրանալու։
Վերջում ավելացնում ենք 1 թեյ կտալ վանիլին եւ սկսում ենք հավաքել մեր տորթը։ Անհրաժեշտ է, որպեսզի ստանանք հաստ կրեմային շերտ, այդ իսկ պատճառով ողջ կրեմը լցնում ենք առաջին շերտի վրա եւ հավասարաչափ տարածում։ Ահա այսպես լավ տարածելուց հետո դնում ենք երկրորդ շերտը եւ ձեռքերով մի փոքր սեղմում։ Որից հետո տորթը ծածկում ենք սննդային թաղանթով եւ ուղարկում սառնարան ամենակիչը 2 ժամով։ Որից հետո հանում ենք սառնարանից, որպեսզի պատենք գլազուրով։ Իսկ գլազուրի համար երմանկաթի մեջ լցնում ենք շոկոլադը եւ անընդհատ խառնում մինչեւ ստանանք գլազուր։ Եվ ահա տեսեք, շատ արագ եւ պարզ ստանում ենք հիանալի գլազուր։ Դուրս ենք բերում մեր տորթը սառնարանից, հեռացնում ենք սննդային թաղանթը եւ իհարկե գլազուրով պատում ենք մեր շատ համեղ տորթը։ Վերջում մի փոքր ձևավորում ենք ըստ ճաշակի եւ նորից տեղափոխում ենք սառնարան մի քանի ժամով, ցանկալի է ողջ գիշեր։ Իսկ վերջում ստանում ենք անչափ համեղ տորթ, որի համի մասին խոսելը ուղղակի ավելորդ է, պետք է անպայման փորձել, որպեսզի համոզվել, թե որքան համեղ տորթ է, յուրաքանչյուր առիթի սեղան այն ուղղակի կզարդարի եւ հյուրերը կմնան շատ գոհ։ Իսկ սիրելի հետևորդներ, այսօր էլ պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ նոր հետաքրքիր տեսանյութերում։ Հաջողություն, շնորհակալություն հետևելու եւ ջերմ մեկնաբանություններ գրելու համար։